ուղղությամբ, որը որ շատ հարմարավետ է, ամառվա շոքին հով է պահում զինծառայողին, միևնույն ժամանակ շատ որակյալ է, նոր ոգի ու շունչ մցրած լինի զինվորի, ստորաբաժանման, թե պատրաստվածության, թե արտաքին տեսքի եւ թե ստորաբաժանման նայում այլ մարտունակություն ես զգում։ Աշվարկ, մարտի։ Ծառայության մեջ փոփոխությունները միայն համազգեստով չեն սահմանափակվում։ Ստորաբաժանումը վերջին շրջանում համալրվել է նաև նոր զինտեխնիկայով։ Իսկ նոր տեխնիկան արդյունավետ է միայն այն դեպքում, երբ զինվորը լիարժեք տիրապետում է դրա հնարավորություններին։ Հրթիռը հրետանային Ատլանտ համակարգով հերթական գործնական պարապմունքն է։ Զինվորները հերթով կատարում են իրենց առաջադրանքները, ստուգում համակարգը, տեխնիկան բերում պատրաստության վիճակի։ Մեզ համար մեծ պատիվ է տեսնել բանակի զարգացումը եւ նոր տեխնիկաների համալրումը մեր բանակում եւ դա մեզ ոգեշնչում է ավելի լավ ծառայել եւ ավելի կատարելագործված կերպով մեր պարտքը տալ մեր հայրենիքին։ Նոր սպառազինությամբ ռազմական տեխնիկայի պարապմունքները ընթանում են, իրականացվում են, արդեն իսկ տվյալ անձնակազմը ստորաբաժանումները ներդաշնակված են տվյալ սպառազինության եւ ռազմական տեխնիկային, տիրապետում են իրենց անմիջական զենքին եւ սպառազինությանը։ Ուսումնական դաշտում արդեն այլ բնույթի առաջադրանքներ են։ Այստեղ զինվորները հայտնվում են այնպիսի իրավիճակներում, երբ կարևոր է ոչ միայն սեփական գործողությունների ճիշտ կատարումը, այլև ամբողջ ստորաբաժանման